Ժողովուրդ ջան, Քրիստինեն որտեղ ավարտեց, ես կարճ հետ գցել շարունակեմ։ Երկու դեպք եմ ասում, դուք համեմատեք։ Երկու օր առաջ մի կին Անահիտ Սողոյան մոտեցավ այդ բանին, սև մարդուն ու ասեց ինչ եմ մտածում իր մասին։ Դու իմ հայրենիքը ծախել ես, դու եւ այլ։ Եվ տեսակ իր արձագանքը։ Հիստերիկ, լաչար, ճղճղան կնոջը քաշքշելով խայտարակ մի հատ տեսարան։ Կինը արժանապատիվ, հայ կնոջ ամբողջ նկարագրով, շատ հանգիստ իր ասելիքը ասեց գնաց։ Այսօր Պրոշյանում, երբ որ հանդիպում ենք մարդկանց հետ, մի հատ ինչ-որ տղայի պես բան, մոտեցավ փորձեց սադրել, գորգորալ նախագահի հասցեին, խայտարակ իրանց անասնական բաները։ Շատ հանգիստ, շատ խաղաղ, սադրիչա մի տրվեք, առանց որևէ բանի, հեռացրեցին, հետո գյուղացներից հարցնում եմ, ով էր ես լակոտը։ Դե ասում են 5 կուսակցությունա փոխել, ամեն տեղ եղել է, հերնել գժանոցում մեռավ։ Հիմա համեմատեք են արժանապատիվ հայ կնոջը եւ սրան։ Նա որ այս իշխանության դեմ է եւ սա, որ այս իշխանության կողմն է։ Այսպես է հիմա ժողովուրդ ջան։ Կա մի կողմում Հայաստան, կա մի կողմում ուժեղ իսկապես Հայաստանը վերականգնելու կամք, ձգտում, պատիվ, պատասխանատվություն ունեցող թիմ առաջնորդ, մյուս կողմում կա մի հատ հիստերիկ, սուտասան, լաչար, փողի մեռած, ամբողջ կյանքի շանտաժով զբաղված մեկը եւ իր շուրջն էլ իր նմաններն են։ Հիմա դուք համեմատեք, որ կողմում ենք մեր ժողովրդի մեծ մասը։ Գիտեք, ես խորապես համոզված եմ, մեր ժողովրդի մեջ այդ տեսակը, դրա, այդ թուլեկի տեսակը, թափթփուկների տեսակը, առավելագույնը 5-10%, 5-7% է։ Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան, խափող, խցող, սուտասան, վախկոտ, բայց եթե իշխանությունը դրանց ձեռն է, ժողովրդի մի մասը ստիպված սկսում է նմանվել դրանց։ Եթե իշխանությունը արժանապատիվ, ուժեղ, տղամարդկանց ձեռքն է, հայրենիք ունեցողների ձեռքն է, ժողովուրդը ձգվում նմանվում է դրանց։ Մենք այսօր պարզ ընտրության առաջ ենք, սիրելի եղվարցիներ։ Կամ մենք ունենում ենք Հայաստան, որը այս տարածաշրջանում ազդեցիկ գործոնադառնում, հավասար հետ խոսում է բոլոր պետությունների հետ, կենտրոնների հետ, պահում է հայկական Հայաստանի շահը, հայ ժողովրդի շահը, կամ ունենում ենք վախկոտ, թուլամորթ, կզած Ալիևի առաջ մի իշխանություն, որը շարունակել է զիջել ու վաղը այն ինչ որ այսօր փորձում է խաբելով ձեր քվեներն առնել, վաղը ձեր քթից է բերելու։ Ոչ մի հեռանկար, ոչ մի ապագա մեր զավակները սրանց իշխանության օրոք չեն կարող ունենալ։ Շատ պարզ ընտրություն է։ Ամսի 7-ին ջնջում ենք սրանց, մի հատ կոպիտ բաներ են ասում, չեմ կարող միկրոֆոնով ասել, ամսի 7-ին ինչ անել, ջնջել ինչին, ամսի 7-ին, այնպես որ ժողովուրդ ջան, սրանք արդեն վերացած են, հիստերիայի մեջ են, խուճապի մեջ են, փորձում են եւ մեր առաջնորդին, եւ մեր թիմին, եւ մյուս ընդդիմադիր իրական առաջնորդներին, թիմերին ամենաստոր ձևերով վարկաբեկել։ Ստորությանը մենք վերջ ենք տալու ամսի 7-ին, ընտրելով 17-ին։